его угадать, где Седрак Великодный, а здесь Седрак Великодный, другой Гаи Азанчан и третий Акоп Вартанян. Так что выбирайте вы, где наш художник, слово за вами. Автомобиль! Правда, в черном. Седрак Великодный! Շատ հավանեցին Սեդրակ Վիլիկոդնի աշխատանքները մեր հյուրերը ու կարծում եմ այս ցուցահանդեսի մասին դեռ երկար կխոսվի։ Ծանոթացանք մի քանի տարի առաջ, բայց նենց ստացվեց, որ ինքը ընդհանրապես չի հիշում այդ, որ մեզ ծանոթացրել էին։ Իսկ մի քանի ամիս առաջ ես ինքս դիմեցի իրեն, քանի որ քննություն ունեինք հանձնելու, աշխատանքներ պետք էր վերցնել, քննարկել, քննադատել, հավանություն տալ, չհավանել եւ գնահատականի դիմաց պետք էր ներկայացնել այդ աշխատանքները։ Եվ այսպիսով Սեդրակին առաջարկեցի, ասացի կարող եք ինձ հետ համագործակցել, ինքն ասաց մեծ հաճույքով, բայց դուք էլ եթե ձեզ դժվար չի, իմ մոտ մայիսի վերջ լինելու է ցուցահանդես, եթե դժվար չի, դուք էլ միացեք այդ ցուցահանդեսի։ Շատ խորը մարդ է Սեդրակ Վիլիկոդնին, շատ կարդացած, հետաքրքրվում է ֆիզիկայով, հետաքրքրվում է գրականությունով, կարդացած, զարգացած մարդ, որը իր նկարների մեջ ցույց է տալիս ոչ թե իր շատ իմանալը, այդ շատ իմանալը իրեն օգնում է նկարների մեջ անջատել շատը ու թողել բուն իմաստը։ Այդ դա երևում է իր նկարների մեջ, որ ինքը խորը մարդ է, բայց մաքսիմալ պարզ է փորձում իր միտքը հասցնի դիտողին։ Շատ նկարներ ունի, ինձ դժվար է հիմա ընտրել եւ սուպերհերոսների թեմաներից ունեմ հավանած շատ եւ Բրիդարոժնե ընտրապիա սերիան շարքը շատ եմ սիրում ու իմ քնության համար հենց այս շարքին էի անդրադարձել։ Գիտեք ինչու, երևի թե այս շարքը շատ նոստալգիկ է իմ համար ու մի հատ աշխատանք կա, կոչվում է Պուծ, ես եմ անվանել այդ աշխատանքը Պուծ, Սեդրակը դեմ չէր, այդ աշխատանքը ստիպում է մտածել ու ուզում եմ, որ Սեդրակ Վիլիկոդնի աշխատանքները գնահատվեն այնպես, ինչպես ես եմ տեսնում իր աշխատանքները, ես շատ բարձր մակարդակով եմ գնահատում, քանի որ իր աշխատանքները ստիպում են կանգ առնել եւ խորհել։ Իսկ այդ այսօր մեր էս լարված կյանքի մեջ նենց կարևոր է կարողանալ մի պահ կանգ առնել եւ խորհել։ Что такое рисование? Основная задача заключается в отыскании функций состояний микрочастиц, обладающих корпускулярными и волновыми свойствами в разных физических условиях. Վիլիկոդնի ազգանունը սա, պապայի կողմը լեական կողմա, մամայի կողմը հայկական կողմա։ Վիլիկոդնին այդ լեական ազգանունը, լեական ուկրաինական, մամայի կողմը հայկական Արաշմաջաններն են։ Տենց էլ ես ստացվեցի Վիլիկոդնի Սեդրակ։ Ես չեմ որոշել նկարիչ դառնամ, փոքր ժամանակվանից ծնողներս էին ուզում, որ մեծ նկարիչ դառնամ ու տենց ինձ տանջում էին Իգիթյանի կենտրոն, հետո Կոջոյանի անվան դպրոց, դե բոլոր երեխեքի նման նկարել եմ, բոլոր երեխեքներ նկարել են, դպրոցների մեջով անցել են։ Մի օր փաստի առաջ երբ որ ծնողներս կանգնացվեցին, ասեցին պետք է ինստիտուտ էլ արդեն իմանաս, որ նկարչական ընդունվեց։ Ընթացքում երբ որ սկսեցի պատրաստվել ինստիտուտ ընդունվել, այդ ընթացքում չգիտեմ, այդ ժամանակ երևի հասկացա, որ զգացի, որ նկարչության մեջ ինչ-որ բան կա, որ ինքս չէի հասկացել ինչն է այդ բանը, բայց զգացի, որ ուզում եմ նկարչության
մեջ ինձ գտնեմ։ 2 տարեկան երևի մոտիտով ուրեմն ձախլիկ էի, ինձ փորձում են ծնողներս փորձում էին աշիք սարքեն, չստացվեց, հետո դպրոց որ գնացի դպրոցում էին փորձում աշիք սարքեն, էլի չստացվեց, հետո տենց հանգիստ թողեցին, բայց մի հատ պահ եմ հիշում, որ մաման ասաց էլը մի հատ գրի 2+2 ու ես գիտեի, որ ինքը սպասում է, որ աչով պտի գրեմ, ես սեղանի տակ մտա, ընդ որում ձախով գրեցի, ընդ որում հայլային էի գրում, քանի որ ձախով էի գրում, հայլային էի գրում։ Երևի այդ կարելի է նկարել սովորելով համարել, էլի։ Если черный квадрат Малевича, это картина, то 2+2 уж двухлетнего ребенка тоже картина. Պապս Սեդրակ Ռաշմաջան նկարիչ, ինքը իր ժամանակին իր խոսքը ասել է հայ կերպարվեստի մեջ, բավականին պինդ խոսքն է ասել։ Ճիշտ ասած, ժամանակ էր պահանջվում, որ ես իր այդ ավտորիտետի տակից դուրս գամ, որովհետև ինքը ստիպում է, որովհետև ինքը շատ պինդ живописец է, ընդ որում սովորել է Ասմյորկինի մոտ, Դեյնեկայի մոտ է սովորել, Ֆալկի մոտ է սովորել, իրանց ուսանողն է եղել, պարտադրում էր ինքը ակադեմիստ է շատ պինդ։ Ինձ ժամանակ պահանջվեց, որ ես ուզես թե չուզես, դու իրան կրկնօրինակում ես, որովհետև անդադար ասել է գնա ձեդիդ նայի ոնց է նկարը, ես ինչ ես արել, գնա տես ձեդդ ոնց է նկարում, մի խոսքով ինձ ժամանակ պահանջվեց, որ ես հասկանամ, որ ձեդ է ձեդ, ես ես։ Առաջի հարգը հիմնականում հետ պատերազմյան շրջանն է, ներքևի հարգը միջ պատերազմյան շրջանն է։ Այսինքն, եթե ես միջև պատերազմում այդ պեյզաժների վրա քաղաքից դուրս ես գնում, վայելում ես, հաճույք ես ստանում, բայց որպես նկարչական նյութ չես ընկալում։ Давностяка, никуда не денется, нарисуешь. Это пейзажи ничего, որ նկարես են, նկարում են։ Ավելի շատ ինձ հետաքրքիր էր միջավայրը, մարդիկ, իրադարձությունները, ամբիցիաներ ունեի, որպես նկարիչ, ուզում էի երևի Նյու Յորք գնալ, ցուցահանդեսս Նյու Յորքում լիներ, որոնտեղ զվյոզդ դառնայի, գայի Երևան բոլորը ծափ տային եւ այլն, ինչ-որ զարմանալի բան անել, որ սաղին զարմացնեի։ Պատերազմից հետո այդ ամբիցիաները միանգամից տլունք կորան, տլունք, այդպես մի օր քաղաքից դուրս ես գնում, նայում ես, ասում ես, հալա, դու ողջ հետ ես եկել, հələ մի հատ նա ինչ գեղեցկություն է, նա ինչ գեղեցիկ է, այս զոդիկը, այս սուր տրուբեն, այս ժանգոտած բուտկեն, զուվերի գրած են, կավչոնի ձուկը, ամբիցիաները կորան ու պրոստա ապրում ես, հաճույք ես ստանում են բանից, որ մտածում ես կարել հետ չգայր, բայց ողջ ես։ Что ты и есть одновременно, и тебя уже нету. И ты можешь себе позволить кучу хороших вещей. Это так хибана. Имидж ամեն դեպքում իմ բախտը ուղղակի բերել է, որ իմաստեղն, կամանդիրներ լավ է, դիրքներ լավ է, Աստված պահել է բոլորիս, լիքը ավելի բարդ տեղեր է եղել, որ տղեկը ուրիշ ավելի բարդ սիտուացիաների մեջով են անցել ու ես չեմ համարում, որ ճիշտ կլինի իմ կողմից դրա մասին խոսալ։ Ավելի արժանի մարդիկ կան, ում հետ պետք է դրա մասին զրուցել։ Կարամ ասեմ, որ ոչ մեկի հետ ծանոթ չէի ու բոլորը ընդերից դուրս եկանք հարազատ, մտերիմ, համարյա ընտանիք, մինչև այլ շփվում ենք, ընկեր ենք ու բոլորը շատ տարբեր ենք։
պետք ձեռքբերում էր իմ համար, որ ձեռք բերեցի ընտանիք, նոր ընտանիք։ Քանի որ ես բեմադրող նկարիչ եմ աշխատել, բեմադրող նկարիչի մտածելակերպը մի քիչ տարբերում է նկարիչի մտածելակերպից։ Որտեվ նկարիչը իր սիրայեցիպերը ունի, բեմադրող նկարիչը իր սիրայեցիպերը ունի ու իր նպատակները ունի։ Ու այդ բեմադրող նկարիչի ու նկարիչի նպատակները տարբեր են։ Բեմադրող նկարիչը կարդում է պիեսը, հասկանում է նպատակը ու տալիս է նկարչական լուծում։ Այսինքն բեմադրող նկարիչը ելնում է դրված առաջադրանքից, թե ինչ է պետք այս պիեսային։ Ու ոչինչ բեմադրող նկարիչը չունի ոճ, որովհետև իր ոճը թելադրում է պիեսը, ներկայացումը կամ ֆիլմը։ Հենց որակը բեմադրող նկարիչի մեջ նրա մեջ է կայանում, որ իր ոճը կադրի մեջ կամ բեմի վրա չերևա, երևա պիեսը ու գերավեստական լուծումը որպես նկարչությունը որպես ֆոն, որտեղ այդ ամեն ինչը զարգանում է այդ գործողությունը։ Նույն բանը իմ մոտ կատարվում է նկարչության մեջ։ Ես չունեմ ոճ, ոչ էլ ուզում եմ ունենալ ոչ, ընդ որում չեմ հասկանում նկարիչներին, որոնք ինչ-որ ոչ են գտնում յուրահատուկ, հասկանալի, ինձ ծանոթ, ուզնավայրի ստիլ ու ամբողջ կյանքը կարող այդ նկարիչի այդ ոճի մեջ ես չեմ հասկանում դա, ես չեմ կարող հասկանալ պրոստը։ Ինձ մի բանն է հետաքրքրում, ես մի բանն է հետաքրքրում, հենց փորձեմ, նույնը նկարչության մեջ է, ես երբ որ այդ իդեան ծնգում է, այդ միտքն է թելադրում ոճը, լուծում ես գտնում ու այդ ոճի մեջ աշխատում ես։ Մյուս իդեան արդեն կթելադրի ուրիշ ոճ։ Դա է պատճառը, որ իմ տենց ոճերի տարբերությունը։ Ես նկարել գիտեմ, տեխնիկաներ տարբեր գիտեմ, այդ ինձ թույլ է տալի չունենալ ոճ։ Կարողանում եմ տարբեր ոճերի մեջ, տարբեր տեխնիկաների մեջ աշխատել, էքսպլուատացիայի եմ ենթարկում այդ իմ տեխնիկայի հնարավորությունները, ասենց ասեմ։ Ճիշտն ասած, նկարչական կրիզիս էր մոտս 17 թվականին, ինչ-որ մեր իրականության մեջ հաստեր եղան, որ ոչ մեկը չէր սպասում, պետությունը մի քիչ քեզ նկարիչին սխմում է, պարտադրում է, ասում է, այս կարելի է նկարել, այս չի կարելի նկարել, բայց ազատության սովոր մարդ եմ, ուզում եմ նկարեմ, այն ինչ-որ ուզում եմ նկարեմ, չեմ ուզում ինձ ինչ-որ մեկը գազի, այսի կնկարես, այսի չի կարելի նկարել, այսի եթե նկարես, Սիբիր կուղարկեմ խոսքի։ Գնացի մտովի այդ սովետական շրջանը, ավտորիտար, սկսեցի մտածելով հայ նկարիչներից ամենահայտնին եղել այդ ժամանակ, Սարյանն է եղել։ Դոք Սարյանում է նկարել իր ժամանակների սուպեր հերոսներին, ասենք Սիմոնովին, Արամ Խաչատուրյանին, Ավետիք Իսահակյանին, իր դիմանկարն է նկարել ու սկսեցի մտածել, օքեյ, ես հիմա պատկերացնեմ, որ ես Սարյանն եմ, բայց հիմա եմ ապրում։ Ում նկարեմ։ Ես կոմ նայեցի, հասկացա, որ այդ մասշտաբի ֆիգուրաներ մեր իրականության մեջ չկա։ Մենք չենք կարողացել 25-30 տարվա մեջ այդպես կալիբրի այդ մասշտաբի կերպարներ Հայաստանում ստեղծենք։ Մենք հպարտանում ենք, որ ինչ-որ մեկը Ամերիկա է գնացել, ընդ ինչ-որ բանի ասել, այդ ժամանակ ենք հիշում, բայց այդ մարդը կարող է մեր կողքն է ապրում, մեր համար սովորական է։ Ադը մեր Բակի Սեթրակն է, ինչ սուպերստար, ինչ սուպեր հերոս ինքը, ինչ բան ասենք, ինչ Մալևիչի հետ ինքը կարա համատվի, իհարկե չէ, մեր Բակի Սեթրակն է, ու տենց զարգացավ այդ միտքը, հետո ասի լավ, օքեյ, ընդունեցինք,
Հիմա խոսքի այդ սուպեր հերոսներից, ասենք Բեթմենը, որ գա Հայաստան, ասես գա ասի, հեսա սպասեք տղեկ, հեսա սաղետ փրկեմ, հեսա տեսեք ինչ եմ անում, հելը ոնց եմ գմփացնում բան, հետո 2 տարի անցնում, ինքը սենց տխրում է, ասում է, դե ինչ արեցին, չհավանեցին, էլի, սենց տխրում է, ու այդ նկարը ծնվեց, էլի, սեն Բեթմենը հայկական լեռներում, տխուր Բեթմենը հայկական լեռներում։ Կան նկարներ, իհարկե, որոնց մեջ ես հասկանում եմ, որ այս աշխատեցի, ու ստեղ արդեն նոր լևելի վրա դուրս եկա, ինչ-որ նոր բան իմ համար գտա, ինչ-որ պլանկա վերցրեցի, այն Արարատ դիմացի, այդ նկարներից մեկն է, ու հետաքրքրն է, որ շատ անգամ լինում է, որ ինձ դուր է գալի, ես հասկանում եմ, որ աշխատած է, մեջը միտք կա, բայց հանդիսատեսը ուրիշ կերպ է ընկալում, երրորդ իմաստն է գտնում դրա մեջ, ու կարող է ընդհանրապես հետաքրքիր չլինի, հա պրոֆեսիոնալ նկարիչը կգնահատի, բայց հանդիսատեսին հետաքրքիր չի, իրան ուրիշ կարող է ինձ այդ Արարատն է դուր գալի, բայց հանդիսատեսին ես մեծ ձուկն է դուր գալի գրածը, ու չես հասկանում խի։ Այդ Արարատի վրա մի ամիս ժամանակ ես ծախսի աշխատել ես, ստացել ես, այս մեծ ձուկը մի րոպեվա մեջ պրոստը միտք է եկել է գրել ես։ Ամենա այդ նկարներից ամենան Յուդիֆ է կոչվում, մեր կինը, որ Արարատի ֆոնի վրա է, Դարթ Վեյդերը գլուխը կտրած գալիս է քո վրա։ Ինքը վաճառվել է, երկրում չի, դրա համար ցուցադրված չի, բայց այդ ամենա նկարն է իմ համար, որովհետև մինչև պատերազմն էի միջայլոց սկսա այդ նկարը, մոտ օգոստոսին։ Ու ավարտեցի պատերազմից հետո 1.5 տարի հետո։ Այդ նկարը կոչվում է Юдив больше никаких супергероев. Все. Она отрубила голову Дарту Вейдеру и все. Она супергерой. Ոչ մի դեպքում ծաղր չի, կարիկատուրա չի, գրոտեսկ չի, դա ուղղակի ֆիքսացիա է փաստի։ Այսինքն սոցիումն է, միջավայրն է, ինչ-որ բան միջավայրի մեջ այդ մարդուն ստիպել է, չէ, ինքը տենց կանգնի, տենց ժամանակ անցկացնի։ Գնա ինչ-որ բան նպատակ դնի իր առջև, ու այդ նպատակին զգժի նման հասնի, одержимость չունի, ինչի, չի երազում կասմանավ դառնալ, հիմա ասենք Իլոն Մասկը, չգիտեմ, ինչ-որ одержимость է ունեցել, որոշել է տիեզերանավներ սարքել կամ Ֆորդը, իր բիոգրաֆիան, որ կարդում ես, ինչի զուր է հասել։ Այդ մարդը որոշում է, որ ինքը իրան էտ է դուր գալի, գնա իր անգերների հետ կայնի, մեդիտացիայի ձև է, էլի էտ էլ է ձև, ծաղը չկա դրա մեջ, ուղղակի փաստի ֆիքսացիա է ու փորձա հասկանալ այդ մարդուն, ինչի, ու միգուցե այդ մարդն էլ կարող է այդ նկարը տեսնի, մտածի, արա, բայց իսկական ես կարող է սխալ եմ անում, որ բարադի փողոցում կայնում եմ, ժամանակ եմ սպանում, բայց բոլորս էլ սիրում ենք, չէ, շոֆել, նորմալ է, ինչ-որ ցերեկը աշխատեցիր, գնացիր ընկերների հետ շոֆեցիր, եկար տուն, հանգստացար, դա էլ է տարբերակ, այսինքն ես ուզում եմ ասեմ, ես չեմ փորձում ծաղրեմ, ոչ մի դեպքում, ինչ-որ մեկի համար էլ ես կարողացի ծաղրելի թվամ, իմ նկարությունով, ես ավելի շատ փորձում եմ հասկանամ պատճառը, որ հետևություններ անել։ Իմաստը ոչ թե տեսակետի մեջ, այլ իմաստը նրա մեջ է, որ մեքենայով որ գնում է քաղաքից դուրս, որ նոր տեսա կետ։ Այսինքն հասկացա, որ ես պետք է նկարեմ ու իմ համար դա նորություն էր, բացահայտում էր, նոր տեսա կետ, այդ են կետն է, որից կարելի է հիմա այդ կետն եմ ստեղծել, որ մարդը կարա քաղաքից դուրս չգնալով այդ էմոցիաները վերապրի։ Ես հասարակությանը իմ նկարներով ոչ մի բան չեմ ուզում ասեմ, ես նկարում եմ, ով հասկացավ, ով չէ, ստիպելու ուղերձ կա, բայց ես չեմ կարող այդ ուղերձը ասեմ, դու պետք է
ես ուզում եմ, որ սենց տենց չի աշխատում։ Նկարել եմ, եթե այդ ուղերձը հաջողվել է ֆիքսել նկարի մեջ, հանդիսատեսը եկել է, նայել է ու հասկացել է, դա հաջողություն է։ В итоге, в конце концов, 30 տարվա մեջ մեզանից մեկը պետք է դառնա համաշխարհային ձեռք բերի այդ բանը, այդ անունը, թե չէ, գոնե մի հոգի, ամոթ չի։ Եվ նոր սերունդի եւ նկարիչներին, որոնք մտածում են անեն, թե չանեն, մտածում են, բա դե ումա պետք, ոչ մի բանից մի վախեցեք։ У каждого художника есть свой личный персональный миллионер. Когда придет время, он появится.